Ողջույն, Հայաստանն այսօր ընտրություն է կատարում եւ առաջիկա տարիների համար ընտրում է իշխանության բարձրագույն մարմին խորհրդարան։ Նախորդ շաբաթներին, ամիսներին մենք քննարկեցինք քաղաքական ուժերի ներկայացուցիչների, վերլուծաբանների հետ, թե ինչ են նշանակում այս ընտրությունները, ինչ արդյունքներ կարող են ունենալ, բայց թերևս Հայաստանի համար պակաս կարևոր չէ, գուցե ավելի կարևոր է այսօրը, ընտրությունների օրը։ Մենք հայտարարում ենք, որ կառուցում ենք ժողովրդավարական երկիր եւ կրկնեմ, պակաս կարևոր չէ հենց ընտրությունների օրը։ Հյուրընկալել ենք ականատես համատեղ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Transparency International Հայաստան հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանին։ Բարև ձեզ, Սոնա, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Հիմա 7-ից մի քանի րոպե, փաստորեն ընտրությունների ավարտին 1 ժամից քիչ ժամանակ է մնացել։ Այսօր ամբողջ օրը ականատեսի դիտորդները Հայաստանի ողջ տարածքով, եթե չեմ սխալվում, իրականացրել են դիտորդական առաքելություն, եթե փորձենք արդեն իմի բերել, չնայած 1 ժամ էլ դեռ կա ընտրությունների ավարտին, ինչ հիմնական, ինչ խախտումներ են հայտնաբերել ձեր դիտորդները, ինչ կարող եք ասել։ Նախ իսկապես մենք դիտորդական առաքելություն ենք իրականացրել ամբողջ Հայաստանի տարածքում, դեռևս իրականացնում ենք։ Մենք ունեցել ենք 260 տեղամասերում դիտորդներ, երկուական դիտորդներ եւ նաեւ ունենք շրջիկ դիտորդներ 50 խումբ, որոնք որ ամբողջ Հայաստանի տարածքով շրջում են այն տեղամասերում, որտեղ չունենք ստատիկ դիտորդներ, մշտական դիտորդներ։ Այո, եւ մենք օգտագործում ենք պատահական ընտրանքի մեթոդաբանությունը, այսինքն մեր ընտրած տեղամասերի պատկերը ի վերջո մեծ չափով արտացոլելու է նաեւ Հայաստանի ընդհանուր պատկերը եւ ինչը բավական մեծ կազմակերպական աշխատանք է իհարկե ենթադրում եւ այն խախտումները, որոնք որ բացահայտվել են մինչ այս պահը, իհարկե բազմաթիվ այդպես դրվագներ ունենք տեխնիկական խնդիրների, գաղտնիության խնդիրների տեղամասերում ոչ առանց լիազորությունների անձանց ներկայության, որը որ բավականին հաճախակի է, նկատել ենք վերահսկողության դեպքեր, երբ որ մարդիկ փորձում են այսքան վստահված անձին հաճախ փորձում են այդպես հոգեբանական ճնշման եղանակով պարզապես ստուգելով, ով մտավ ու դուրս եկավ ուղղորդելով կամ լինում են եղել են բաց քվեարկության կամ քվեարկության արդյունքների բացահայտման տարբեր դրվագներ, դժվար է այս պահին մենք դեռ ամփոփում ենք եւ դեռ վերլուծում ենք տվյալները եւ այս պահին կդժվարանամ ես ավելի ամբողջական պատկեր տալ, բայց վաղը մենք ունենալու ենք ասուլիս եւ հրապարակելու ենք մեր այսօրվա վերաբերյալ մեր զեկույցը եւ այդ ժամանակ ավելի մանրամասն կկարողանանք։ Գիտեք վաղ ժամը քանիսին ու որտեղ է լինելու ձեր։ Ժամը 12-ին մեդիա կենտրոնում։ Այո, ես հրավիրում եմ իմ գործընկերներին, լրագրողներին, լսեցիք 12-ին մեդիա կենտրոնում լսելու Սոնա Այվազյանը եւ ականատեսի այլ ներկայացուցիչները ինչ կհայտնեն ձեզ։ Եթե փորձենք Սոնա իմի բերել խախտումները, դրանք հիմնականում ես հասկանում եմ նորից հիմա այս պահին չունեք ամփոփված թվեր, բայց եթե փորձենք իմի բերել նախնական, այսպես խիստ նախնական գնահատականով խախտումները ավելի շատ տեխնիկական բնույթի էին, սարքավորումները լավ չէին գործում, չգիտեմ օրվա ընթացքում տեղեկություններ էին ստացվում, որ ծրարներն են ինչ որտեղ թափանցիկ, թե մարդածին խախտումներ էին, որ ինչ որ մարդիկ ավելի շատ մարդածին խախտումներ են, որ ինչ որ մարդիկ, ինչպես դուք ասացիք, փորձում էին ուղղորդել, վերահսկել, ինչ կարող եք ասել։ Ես չեմ կարողանա ճիշտ ասած տալ այդ վիճակագրությունը եւ նաեւ համեմատություն դժվար կլինի անել, այդպես ճիշտ էլ չի լինի անել։ Խնդրեի սպասեինք մեր ամփոփմանը, տվյալների վերլուծությանը։ Իսկ խախտումների ընդհանուր, եթե այսպես ասենք, տոկոսային ինչ որ թվեր այս պահին ունեք, քանի տոկոսն են կազմել այսպես ընդհանուր խախտումները։ Դարձյալ այս պահին այդ թվերը չունեք։ Լավ, մի ուրիշ հարց տամ։ Խախտումների հետևում կանգնած, եթե մենք խոսում ենք մարդկանց կողմից իրականացված խախտումների մասին, իշխանության ներկայացուցիչներն են ավելի շատ, ընդդիմության ներկայացուցիչներն են ավելի շատ, թե ընտրական տեղամասերի ներկայացուցիչները։ Կարող եմ ասել, որ բոլորը շատ ակտիվորեն ներգրաված են ընտրախախտումներում, ցավոք սրտի, եւ իշխանության ներկայացուցիչները եւ ընդդիմության, հատկապես մի քանի ուժերի ներկայացուցիչները, նրանք բոլորը նրանց հետ կապված տարբեր դրսևորումներ նկատվել են մեր դիտորդների կողմից։
միաժամանակ իհարկե շատ նկատելի է նախ կուզեի մասնակցության մասին երևի նշել, որովհետև կարծում եմ այս ընտրությունները շատ տարբերվում են մասնակցության ակտիվությամբ։ Դեռևս օրվա վերջում իհարկե պարզ կլինի թե ինչպիսին էր ամբողջ օրվա մասնակցությունը, բայց տեղամասերում ակնհայտ էր մարդկանց ակտիվությունը, տեղամասի դիմաց հերթերը եւ զգացվում էր պարզապես նախկին ընտրությունների համեմատ, որ կա հետաքրքրություն։ Ես դեռ չեմ խոսում դրսից եկողների եւ նման երևույթների մասին, բայց ամեն դեպքում տեղամասերի մոտ կար այդ ակտիվությունը եւ դա նշանակում է, որ մարդիկ հավատում են, որ իրենց ձայնը ինչ որ բան կփոխի եւ հետաքրքրված են բավական, եթե մենք նախկինում օրինակ նկատում էինք, ես մի քիչ հետ եմ գնում ավելի վաղուցվա ժամանակներ, Մինչ հեղափոխական ժամանակաշրջան։ Գիտեք ինչ, ես ոչ թե ուզում եմ մինչ հեղափոխականի հետ համեմատել ընդհանրապես, որովհետև հաճախ են համեմատում, բայց այս ընտրություններում մի քանի բացական դրվագներ այնուամենայնիվ նկատվեցին, որը որ հիշեցնում էր ինչ որտեղ, օրինակ հենց այդ նույն վերահսկողությունը, տարբեր վստահված անձանց կողմից ակտիվ դերակատարումը, որոնք փորձում էին ինչ որ հավանաբար ինչ որ բանի դիմաց ակնկալել ձայներ, կամ վարչական ռեսուրսի, կամ միգուցե կաշառքի, այնուամենայնիվ զգացվում էր, որ քաղաքացիների տարբերություն նախկինի, նրանք վախեցած չեն, նրանք ավելի ակտիվ են եւ ազատ են, եւ նաեւ այդ մրցակցությունը, որին մենք ականատես եղանք ընտրաշավի ընթացքում, ըստ էության մրցակցային միջավայրեր եւ միգուցե ոչ շատ քաղաքակիրթ, քաղաքական մշակույթից մեր մշակույթի բարձր ստանդարտներից բավականին հեռու, բայց այնուամենայնիվ այդ մրցակցությունը շատ նկատելի էր եւ այդ ազատությունը մարդկանց այնուամենայնիվ դրսևորում է եւ այդ ակտիվությունը, որոնք որ այսօր են դրսևորում, տարբեր ձևերով էր արտահայտվում, այդ թվում սեփական քվեարկությունը բացահայտելու կամ ինչ որ դեմոնստրատիվ ինչ որ գործողություններ անելու, բայց համեմատության մեջ իսկապես մարդկանց կամ արտահայտման այդ ազատությունը, ցանկությունը, պատրաստակամությունը զգացվում էր եւ նաեւ իզուր չէ, որ նաեւ վերջին հարցումները օրինակ ցույց են տվել, մարդիկ դեռևս ընտրություններից առաջ ցույց են ասել են, որ մարդկանց մեծամասնությունը, մոտ 70% հանրապետական ինստիտուտի հարցումների համաձայն նշել է, որ մարդիկ հավատում են, որ ընտրությունները լինելու են ազատ եւ արդար։ Հետաքրքիր կլինի իհարկե ընտրությունից հետո պատկերը ստուգել եւ հասկանալ, թե քանի տոկոսը համարեն այս ընտրությունները այդպիսին, բայց այն հանգամանքը, որ մարդիկ այդպես ակտիվորեն ներգրաված են, նաեւ դրա դրսեւորումն է, որ մարդիկ հավատում են ի սկզբանե, որ իրենց ձայնը արժեք ունի, իրենց ձայնը չի կորելու եւ ուզում են անպայման մասնակցել։ Սոնա, երբ որ ձեր դիտորդները դուք ասացիք ուղղորդման դեպքեր, այն նախկինից եկած նման վատ երևույթներ եք ականատես եղել, երբ որ օրինակ ձեր դիտորդները նկատում էին, որ ընդ որում ասացիք բոլոր ուժերը, եւ իշխանության ներկայացուցիչները, եւ ընդդիմության, եւ եթե չեմ սխալվում, նաեւ ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ դեպքեր ունեք գրանցված, որ նրանք նույնպես մաս են կազմել ընտրախախտումներին։ Ճիշտ եմ հասկանում ձեզ։ Որոշ դեպքերում եղել են, բայց մենք դեռևս ստուգում ենք, ինչպես նշեցի, մենք դեռևս ամբողջականացնում ենք պատկերը։ Չեն։ Երբ որ ձեր ներկայացուցիչները ականատես դիտորդական առաքելության, խմբի դաշինքի ներկայացուցիչները այդ ընտրախախտումների մասին տեղյակ էին պահում, օրինակ հանձնաժողովի ներկայացուցիչներին ասում են, գիտեք, X, ուժի ներկայացուցիչը վստահված անձը, չգիտեմ, դիտորդը իշխանության լինի, ընդդիմության լինի, ուղղորդում է ընտրողներին, ինչ արձագանք էիք ստանում, ինչ արձագանք էին ստանում իրենք։ Առհասարակ Իրենք օրինակ, երբ որ տեսնում էին դա իշխանության ներկայացուցիչներն էին, լռում էին, թե էլի գործում էին, բայց երբ որ տեսնում էին ընդդիմության ներկայացուցիչներն էին, ավելի ակտիվ էին, ինչ կարող եք ասել։ Ընդհանրապես նախ այդ այն դրսևորումները, որոնք որ դիտորդների կողմից նկատվում են, նրանք միշտ պահանջում են, որպեսզի դրանք գրանցվեն գրանցամատյանում։ Իրենք իրենց գնահատականը պարտադրում են, որպեսզի հանձնաժողովի նախագահները գրանցեն գրանցամատյանում եւ հաճախ այդ գնահատականը գրանցվում է, ավելի հաճախ գրանցվում է, քան չի գրանցվում։ Հանձնաժողովի անդամները հիմնականում, այսպես ասած, գրանցում են եւ կարող են որոշ դեպքերում ընթացք տալ այդ, այսինքն նայած ինչպիսի խնդիրներ են։ Օրինակ, եթե դա կահավորման հետ
կապված խնդիր է, դա կարող է տվյալ դեպքում լուծվել։ Եթե դա ինչ որ օտար, այսինքն կողմնակի անձի ներկայություն է ընտրատեղամասում, դա կարող է լուծվել, բայց կախված է խնդրի տեսակից, որոնք որ նկատվում են։ Որպես կանոն, այսպես դժվար է ընդհանրացնել, շատ դժվար է ընդհանրացնել, որտեղ շատ դեպքերում դա նաև հանձնաժողովներից է, տեղամասերից է կախված, հանձնաժողովների անդամներից է կախված, հանձնաժողովի նախագահից է կախված, որը նայած թե ինչ կուսակցություն են ներկայացնում, երբեմն դրանք եւս ազդում են հանձնաժողովի վերջնական որոշումների վրա։ Այո, դուք ասացիք, որ նախկինից եկածելի եթե փորձենք համեմատություններ անել 21 թվականի ընտրությունների հետ պատերազմից անմիջապես հետո, թողենք մինչ այդ եղած ընտրությունները, թողենք մինչ այդ եղած պատմությունը 21 թվականի հետ եթե մենք համեմատում ենք ձեր խիստ նախնական տպավորությամբ, գնահատականով, ընտրախախտումները շատացել են, քչացել են։ Եթե քվեարկության օրվա տեղամասերի մասին է խոսքը, չի ասի, որ շատացել են, այդ կողմնակի մարդկանց ակտիվությունը ավելի իմ կարծիքով մի քիչ ավելի մեծ էր առաջին տպավորությամբ, մինչև ամփոփելը, բայց եթե խոսենք ընդհանուր նախընտրական միջավայրի եւ ընտրակաշառքների մասին, իհարկե շատ մեծածավալ էին այդ խախտումները, շատ նկատելի էր եւ նույն վարչական ռեսուրսի չարաշահումները շատ ավելի մեծածավալ էին։ Հիմնականում այո, այսինքն ընդհանրապես կարծում եմ ավելի շատ էին, 21 թվականից ավելի շատ էին այո։ Եվ ինչպես եք դա բացատրում, որն է պատճառը, ինչու են շատացել։ Կրկնում եմ նախնական։ Տարբեր պատճառներ կարող են լինել։ Նախ, եթե վարչական ռեսուրսի մասով խոսենք, երևի ինչ որտեղ բնական է, ոչ ընդունելի, բայց այնուամենայնիվ բնական է, երբ որ երկար ժամանակ մարդիկ իշխանության լինում են, այդ իշխանության ազդեցությունները ավելի մեծանում են եւ երևի ավելի նախընտրելի, այդպես բնական է, որ կլինի նաև այդ ցանկությունը իրացնելու այսպես ասած այդ իշխանությունը, այո, դա վստահաբար տեղ կունենա։ Մեկ այլ գործոն կարող է լինել այն բավական թեժ մրցակցությունը, որ կար եւ այն ռիսկերը, որոնք որ կային ընտրությունների եւ ընդհանրապես այդպես եւ գեոպոլիտիկ միջավայրի կոնտեքստում եւ տարբեր ուժերի, տարբեր կողմեր քաշելու, հա, եւ ատելության խոսքի ու տարբեր խնդիրների համատեքստում, դրանք եւս կարծում եմ բոլոր կուսակցությունների համար այս ընտրությունները բավական մեծ շանս են դեռևս եւ նաեւ 40 րոպե դեռ շանս են, այո։ Նաեւ շատ եւ նաեւ կորցնելու մեծ ուստի ամեն մեկը փորձում է ռեսուրս ունի օգտագործել, ճիշտ եմ ձեզ ասում։ Տպավորությունը դա էր, որ բոլոր կուսակցությունները օգտագործել են իրենց ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր ռեսուրսները, այո։ Մենք կարող ենք ընդհանրացնելով ասել, դե եթե ընդդիմությունը, ասենք, այ մեղադրում են ընդդիմության, ասում են փող է բաժանում, ընդդիմությունն էլ մեղադրում է իշխանություններին, ասում է դե դուք էլ վարչական ռեսուրս եք կիրառում, այս մեղադրանքները մոտավորապես պատասխանում։ Ես կարծում եմ ճիշտն ասած ճիշտ կլինի, որ ամեն մեկը իրեն նայի եւ ինքը մտածի, թե ինչպիսի լույսի ներքո է իրեն դիրքավորում հանրության առաջ, որովհետեւ նույն ընդդիմությունը չէ որ ինքը ուզում է գալ իշխանության եւ ցույց տալ, որ ավելի լավն է եւ այդ իրար փոխադարձ իրար ինադու, հա, եթե այդ բառը կարելի է օգտագործել եւ իրար սխալների հաշվին ինքնադրսևորվելը եւ թիրախավորելը, դա ճիշտ քաղաքական մշակույթի ձև չի եւ դա որևէ կերպ չի արդարացնում որևէ կողմին, մենք կարծում ենք, այսինքն ճիշտ չի երևի մեկի սխալ քայլերը արդարացնել դիմացինի սխալ քայլերով։ Կարծում եմ ամեն մեկը ունի իր մասը պատասխանատվության այս ամենի մեջ եւ յուրաքանչյուրը պետք է ձգտի իր մասով առնվազն ուղղել, հա, շտկել վիճակը եւ փոխել իր ընդհանուր քաղաքական մշակույթը, բայց նաեւ իր դիրքավորումը, իր էթիկական վարքագիծը, այսինքն շատ տարբեր բաներ կան այստեղ, որ կարելի է խոսել եւ ասել։ Եթե մենք փորձենք
դարձյալ համեմատություն անցկացնել 21 թվականի հետ, կան ինչ-որ ընտրախախտումներ, որ ձեր ներկայացուցիչները գրանցել են, որ նոր են, թե ամեն ինչ արդեն հին է եւ ծանոթ է, նոր ընտրախախտում գրանցել եք, այսպես ուզում եմ հասկանալ ընտրախախտումների հետևում կանգնած մարդիկ ինչ-որ նոր բան մտածել են մեզ համար։ Քվեարկության օրվա մասով երևի թե չէ։ Ամեն ինչ նոր բաներ, երևի նոր բաներ են, որ այս ընտրաշավում նոր չէ, բայց մեծեր ընտրողների ձայնի գինը, այսպես կարելի ասել։ Կան այդ օթում կախված լուրերի համաձայն ինչքան էր թիվը հասնում։ Դե մինչև 100,000, 200,000 լսել ենք, մենք չգիտենք որքանով է դա ստույգ իհարկե, բայց առնվազն 5,000-ից մեծացել է այդ թիվը եւ 10,000-ից մեծացել է վստահաբար։ Մինչև 200,000։ Դե լսել ենք, որ դեռ չգիտենք դա մեկ անձի համար է, թե դա մի շարք անձանց բաշխվելու է տարբեր մարդկանց միջև։ Այո, Սոնա, իսկ եթե աշխարհագրորեն այսպես նայենք, նորից էլի խիստ նախնական հնարավորություն չունենաք այս պահին տվյալները Հայաստանի որ մարզում կամ գուցե Երևանում են ավելի շատ ընտրախախտումներ գրանցվել։ Դե երևի Երևանում կլինեն, որովհետև մարդիկ ավելի շատ են, ենթադրում եմ, որ ամեն դեպքում Երևանը կլինի իհարկե։ Եղել են դեպքեր, որ ձեր դիտորդները խնդրի են բախվել, հակաօրինական այսպես քայլերի են բախվել կամ ճնշումներ են եղել, բռնաճնշումներ են եղել ձեր դիտորդների նկատմամբ։ Եղել են ոչ բարեհաճ վերաբերմունքներ, այո։ Բայց այսպես նախկինի նման, որ Չէ, նա այդ ոճը մեր նախընտրական ժամանակահատվածում օրինակ եղել են կոպիտ խոսքեր, ոչ բարեհաճ վերաբերմունք եղել է, այսօր եւս մի քանի դրվագներ կարծես թե գրանցվել են, որոնք դեռևս դիմել եք իրավապահ մարմիններին, թե գործիչ են, հիմա կդժվարանամ ասել ճիշտն ասած, բայց հիմա դուք եք առաջարկում, որ ես նախկինի հետ համատեմ, ճիշտն ասած, չէ, տարբերվում է, իհարկե տարբերվում է, էապես է տարբերվում, այսինքն մենք իսկապես չպետք է նախկինի հետ շատ համեմատություններ անենք, որովհետև միշտ շահեկան դիրքում ենք հայտնվում, ինչ դեռևս շահեկան դիրքում ենք հայտնվում։ 21 թվականի հետ համեմատեք։ 21 թվականի հետ մի քիչ տարբեր միջավայրեր են իմ կարծիքով եւ պատերազմի նոր էր ավարտվել են ժամանակ խիստ լավացնել նաեւ գիտեք ոնց իսկապես ես ասում եմ որ ամեն քաղաքական ուժ ինքը պետք է իր համար պատասխանատու լինի իհարկե բայց մյուս կողմից էլ նաեւ իսկապես մեկի կողմից արարքը բերում է մյուսի կողմից այդպես հակընդդեմ արարքի որ ավելի թեժ է ավելի նույն խոսույթների մասով ենթադրենք շատ ավելի սուր է ավելի կծու է այդպես կծող է եւ միմյանց հաշվին ինքնադերսևորման հաշվին կամ պարզապես մեկին մյուսի ռեսուրսներին գերազանցելու նպատակով այս խնդիրները միշտ ավելի այդպես թեժանում ու ահագնանում են ենթադրենք այս դեպքում իմ կարծիքով այս ընտրությունները նաև այդ պատճառով շատ ավելի սուր էին եւ ավելի թեժ էին այդ Վերջին հարցը եթե խնդրում եմ եթե կարող եք 1 րոպեի ընթացքում պատասխանեք դուք ասացիք ակտիվությունը շատ մեծ է մենք էլ ենք նկատել ես գնացի քվեարկելու եւ հերթեր էին այդ ընտրատեղամասում որտեղ քվեար երբեք հերթեր չի եղել այո Ինչով եք դա բացատրում Ինչու մարդիկ որոշեցին գնալ ընտրությունների բացի Ռուսաստանից եկած մեր համակարգացիների գործոնը այսպես մի կողմ թողնելով Ես կարծում եմ քաղաքացիներից շատերը հասկանում են որ իսկապես մեր մոտ ինչ որ պատմական իրավիճակում ենք մենք ոչ միայն Հայաստանը, առհասարակ ռեգիոնը, աշխարհը եւ շատ ուրախ եմ ճիշտ ասած որ Հայաստանի բնակիչները, քաղաքացիները իրենք կարևորում են մասնակցությունը եւ ոչ թե ընդհակառակը ապաթիայի ռեժիմի մեջ են, երբ որ համարում են որ իրենք ոչինչ չեն կարող անել միևնույնն է եւ մնում են տներում կամ որ որոշում են գնան լավագույն դեպքում անվավեր օրինակ դարձնեն, բայց կարծում եմ, որ իրենք հասկանում են, որ իրենց ձայնը
արժեք ունի եւ իրենք որոշներ ունեն նախասիրություններ, որոշներ ունեն ընդհակառակը իրենց ցասման ձայնը, այսպես ասած, բարձրացնելու միտում եւ ուզում են անպայման ինչ որ իրենց բողոքի ձայնը բարձրացնեն։ Տարբեր են մարդկանց այդ շարժիչ ուժերը, տարբեր կարող են լինել, բայց ակնհայտորեն ընտրություն եւ բնականաբար հատկապես երբ որ տեսնում են, որ կան նաեւ արտաքին ազդակներ, հա, որոնք որ այս կամ այն կերպ փորձում են ազդել ընտրությունների վրա, կարծում եմ դա մարդկանց շատ ավելի մոտիվացնում է գնալ եւ ընտրել տարբեր կողմերի օգտինի դեպ, այսինքն միանշանակ չի դա։ Շնորհակալություն Սոնա, ես հիշեցնեմ, որ հյուրընկալել էինք ականատես համատեղ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Transparency International Հայաստան հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանին, եթերում Կիրակին էր։